Մենք խոսեցինք այն մասին, որ բերքը նորմալ աճի, արտահանենք, բոլորը լինեն երջանիկ։ Իմ հարցը վերաբերում է նրան, որ Աստված մի արածը, տարերային աղետներ են, կարկուտ, երաշտ եւ այլն, արդյոք բյուջեով նախատեսվում է վնասների, նման աղետների պարագայում վնասների փոխհատուցման համար գումարներ, թե այդ գումարները պետության կառավարության պահոստային ֆոնդից են հատկացվում եւ վերջապես ուր հասանք ապահովագրության եւ վերաապահովագրության այդ ոլորտում, արդյոք կա առաջընթաց, եթե կա, խնդրում եմ ներկայացրեք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, այս հարցը Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում եւս քննարկվել ենք, որովհետեւ KfW նախատեսում է 5.3 միլիոն եվրո հատկացնել այս համակարգին։ Իհարկե այնտեղ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում վերապահովագրողի հետ կապված հարց, Հայաստանում ապահովագրական ընկերությունների եւ KfW-ի համապատասխանությունների անհամապատասխանության հետ, հա, պահանջների անհամապատասխանության հետ կապված հարցեր եւ այլն։ Նախորդ այս անցած տարի եւ այս տարի, քանի որ ըստ էության չէր գործել համակարգը, իսկ ինչի չէր եղել համակարգը, որովհետև համակարգը ըստ էության ապահովագրական չէր։ Ինչ նկատի ունեմ ապահովագրական չէր, չի կարող ունել մի այնպիսի համակարգ, որտեղ ակնհայտ է սկզբանե, որ ապահովագրողը ունենալու է 300% բացասական արդյունք, այսինքն այդպիսի ապահովագրություն չկա, հա։ Եվ այդ համակարգի եւ աշխարհում այդպիսի համակարգ չկա ըստ էության, եւ այդ համակարգի արդյունքում ըստ էության մենք ունեցանք ճգնաժամ, բայց կառավարությունը եւ անցած տարի եւ այս տարի աջակցել է ուրեմն բոլոր այն գյուղատնտեսական տնտեսություններին, որոնք որ վնասներ են կրել, բայց մենք բնականաբար սա ճիշտ քաղաքականություն չենք համարում եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի վերադառնանք ապահովագրական համակարգի, ընդ որում նորմալ ապահովագրական համակարգի, որտեղ եւ ապահովագրողի ռիսկերն են որոշակիորեն հավասարակշռված եւ ուրեմն ապահովադիրի այս առումով աշխարհի լավագույն փորձերից մեկը մեր կարծիքով դա ուրեմն իսպանական եւ թուրքական փորձերն են, որոնք որ հիմա լավ ուսումնասիրության են ենթարկում Կենտրոնական բանկն էլ է մեզ այս հարցում օգնում եւ մենք հուսով ենք, որ ի վերջո կունենանք հենց այդ համակարգը Հայաստանում ամբողջական ներդրված, որը միգուցե պիլոտային ծրագիրը ուրեմն կառավարության աջակցությամբ տեղի ունենա հաջորդ տարի, որովհետեւ դեռ որոշակի անորոշություններ կամ հարցեր կան քննարկելու, բայց հուսով ենք արդեն 27 թվականից ինքը ամբողջությամբ նորից կանցնի մասնավոր դոնորներ համագործակցության տրամաբանության մեջ, այսինքն պետության մասնաբաժինը կլինի, բայց շատ ավելի քիչ քան նախկինում է։